Ժորժան, բժշկական համալսարանի արձինատուրայում սովորողները ահազանգում են, որ հիմա էլ կառավարությունը որոշել է, որ հունվարից 2026 թվականից պետք է լինի անցումային լիցենզիա սովորողների համար արձինատուրայում, որ կարողանան զուգահեռ սովորել եւ աշխատել։ Մենք գիտենք, որ բժիշկները ունեն լիցենզիա հասկացողությունը, որը ստանում են 5 տարին մի անգամ, բայց հիմա նոր հասկացողություն, անցումային լիցենզիա, որ մարդիկ կարողանան աշխատել։ Որն է ահազանգը։ Ահազանգը նրանում է, որ արձինատուրայում սովորողները բժշկական համալսարանի ասում են, որ առողջապահության նախարարությունը որևէ հստակություն չի տալիս։ Երբ են լինելու քննությունները, ինչ չափանիշներով են լինելու, ով է հանձնելու, ինչպես է հանձնելու եւ առհասարակ բոլոր մանրամասները չկան։ Անորոշություն, միայն հակասող տեղեկատվություն։ Եվ հիմա կա ռիսկ, որ այդ մարդիկ կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ չեն կարողանա աշխատել, մինչև չստանան անցումային լիցենզիա։ Առողջապահության նախարարություն հստակեցրեք, որովհետև ոլորտը դնում եք ռիսկի առաջ, այն մարդիկ, ովքեր աշխատում են, զրկվում են փորձից, եթե չեն ունենում լիցենզիա, չեն կարողանում աշխատել, եւ զրկվում են իհարկե գումարից։ Եվ սա ռիսկի տակ է դնում ամբողջ ոլորտը եւ նորաթուխ մասնագետներին։ Նորաթուխ մասնագետների ապագա աշխատանքը։ Դրա համար հստակեցրեք եւ խնդրում եմ տարածեք այս տեսանյութը մաքսիմալ կերպով առողջապահության նախարարություն արձագանքեք հանրության բոլոր բարձրացրած խնդիրներին եւ բոլոր հարցերին, որովհետեւ ոնց որ դուք շատ пассив եք եւ խնդրում եմ, որ դուք հետամուտ լինեք եւ տակ պարզաբանումներ եւ հստակեցումներ։ Ժորժան, տարածեք մաքսիմալ, մեկնաբանություններում գրեք եւ բաժանորդագրվեք իմեջին։ Ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ։